Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակիցը դարձավ հաջորդի համար հայրենասիրության խորհրդանիշ, իսկ արդեն երիտասարդության համար Հայաստանի ազատագրության ուղենիշ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Մկրտիչ առաջին ամենայն հայոց կաթողիկոսին, կամ ինչպես ժողովուրդն էր այն ժամանակվանից մինչև հիվա անվանում նրան Խրիմյան հայրիկին։ Մեր հաղորդման հյուրերն են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Շահե Ծայրագուն վարդապետ Անանյանը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վալերի Թունյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ տանք փոքրիկ դադար եւ ծանոթանանք Խրիմյան հայրիկի կյանքի եւ գործունեությանը նվիրված ակնարկին։ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ առաջին Վանեցին ծնվել է 1820 թվականի ապրիլի 4-ին Վանի Այգեստան թաղամասում։ Սովորել է Վասպուրականի Լիմ եւ Կտուց անապատների վանական դպրոցներում։ Ուսուցչություն է արել Պոլսում, այնուհետև մեկնել է Կիլիկիա կրթական գործի զարգացմանը նպաստելու եւ հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ 1855-ից 56 թվականներին Պոլսում հրատարակել է Արծվի Վասպուրական ամսագիրը։ 1856 թվականից եղել է Վարագա վանքի վանահայր։ Հիմնել է հոգևոր ժառանգավորած վարժարան։ Վերսկսել Արծվի Վասպուրականի հրատարակումը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել է Երևանում, Էջմիածնում, Սյունիքում, Արցախում։ 1862 թվականից եղել է Տարոնի հոգևոր առաջնորդ եւ Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Հիմնել է նոր ժառանգավորած վարժարան եւ հրատարակել Արծվիկ Տարոն շաբաթաթերթը, որոնք փակվել են թուրքական կառավարության կողմից։ 1869-ից 73 թվականներին եղել է Պոլսի հայոց պատրիարք, պայքարել հանուն արևմտահայության իրավունքների, ինչի համար թուրքական կառավարության պահանջով հրաժարական է տվել։ 1878 թվականին Բեռլինի կոնգրեսում պաշտպանել է հայկական հարցը, սերունդներին փոխանցել երկաթե շերեփի մարտական պատգամը։ 1879-ից 85 թվականներին եղել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ։ Աջակցել Վանի Սևխաչ եւ Կարինի պաշտպան հայրենյաց ազատագրական գաղտնի կազմակերպություններին, ինչի համար թուրքական կառավարության կողմից ետ է կանչվել, ապա 1890 թվականին աքսորվել Երուսաղեմ։ 1892 թվականի մայիսին միաձայն ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս, սակայն միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ սուլթանը թույլատրել է նրան ժամանել Էջմիածին։ 1894-ից 96 թվականներին հայկական կոտորածների ժամանակ իր բողոքի հուշկու ձայնն է բարձրացրել։ Բազմակողմանիորեն օգնել արևմտահայ գաղթականներին Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեից շատ գումար հանգանակելով։ Պայքարել է հայ եկեղեցապատկան եւ դպրոցական գույքի բռնագրավման դեմ։ Վախճանվել է 1907 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղարկավորված է Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Մահվանից հետո ոչ մի դրամական միջոց չի ունեցել։ Կապուտաչյա միակ կաթողիկոսն էր։ Պարգևատրվել է ռուսական բազմաթիվ շքանշաններով։ Վերանորոգել է Ռիփսիմեի, Խորվիրապի, Հաղպատի, Սանահինի, Սևանի վանքերը։ Հիմնել Ամերիկայի առաջնորդական թեմը։ Հեղինակ է հոգևոր կրոնական եւ պատմահարապարակախոսական բազմաթիվ աշխատությունների, որոնց առանցքը հայրենասիրությունն է։ Նրա շնորհիվ բարգավաճել են ուսումնական հաստատությունները։ Հովանավորել է գիտության եւ մշակույթի գործիչներին։ Ամբողջ կյանքի նպատակը Հայաստանի ազատագրումն էր, բաղձանքը աշխարհասփյուռ հայերի հավաքումը հայրենիքի շուրջ։ Ժողովուրդը մեծարել է հայրիկ պատվանունով։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է նամականիշ։ Խրիմյան հայրիկը իր հոգևոր, ազգային, մշակութային գործունեությունը սկսեց կամ այդ սկիզբ կարելի է համարել Արծվի Վասպուրական եւ Արծվիկ Տարոնո պարբերականներով եւ արդեն դրանից որպես դրա տրամաբանական եզրահանգում Պոլսի հայոց պատրիարքությամբ։ Այդ շրջանի նրա գործունեությունը խնդրում եմ ներկայացրեք։ Այո, պետք է նշել, որ Խրիմյանն ինքը իբրև այդպեսին շատ անհանգիստ բնավորության տեր մարդ էր, այսինքն նա անընդհատ շրջագայում էր եւ երևի մեկն էր բացառիկ մեկն էր այն բոլոր կաթողիկոսներից, որը շրջել էր ամբողջ արևմտյան Հայաստանը գրեթե, այստեղ կարող է պարոն Թունյանը ավելի մանրամասն ասել, եւ նաեւ արևելյան Հայաստանը, այսինքն Ռուսա Հայաստանը։ Եվ բնական է, որ այդ շրջագայությունները նրա մեջ հաստատ համոզում էին ձևավորել, որ
ինչպես ինքը իր քարոզների մեջ հետագայում երբ Պոլսում դառնում է քարոզիչ, այսինքն եկեղեցու մեջ իբրև վարդապետ քարոզիչ է դառնում, մասնավորապես Օտյան Գերդաստանի ջանքերով, նա անընդհատ շեշտում էր, որ ժողովրդի համար լուսավորության կարևորագույն օղակը, կարևորագույն հենքը, այսպես ասենք, կրթությունն է, լուսավորությունը եւ իմաստնավորի տպագրությունը։ Եվ պատահական չէ նաեւ, որ նա մեծ համակրանք ուներ բավական մխիթարյան հայրերի նկատմամբ։ Հիշենք, որ իր առաջին երկերից մեկը, իր երախայրիկներից մեկը Չափածոնը հրատարակել էր բազմավեպում։ Եվ բնական է, որ նա ցանկություն ուներ վստահաբար նաեւ կիսվել էր իր այս ցանկությամբ շատ ու շատ բարձրաստիճան եկեղեցականների հետ տակավին նոր ձեռնադրյալ հոգեվորական աղթամարում լիմ եւ կտուց անապատներում, կղզիներում Վենետիկի Սուբղազար կղզու պես մի տպագրատուն հիմնել։ Իհարկե այս գաղափարը նրա մոտ վաղուց արծարծվել էր, եփվել էր եւ նշված բոլոր պարբերականները Արծվիկ Տարոնո եւ մնացած բոլորը, որ նա հասցրեց հրատարակել, խմբագրել իր լուսավորչական, կարողչական գործունեությամբ հենց այս հաստատ համոզման։ Այսինքն գրեթե նույն դերը կատարիչ, որ արևելահայության շրջանում Խաչատուր Աբովյանն է, իհարկե։ Եվ Կոստանդնոպոլիս պատրիարք ընտրվելն էլ իհարկե պետք է նշել, որ ուներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ես կասեմ իբրև եկեղեցական, որովհետեւ դա նաև մասամբ պայմանավորված էր եկեղեցական քաղաքականությամբ։ Դու հիշենք, որ 1848-ի հեղափոխությունները Եվրոպայում շատ բան փոխեցին եւ առաջ եկավ կրթյալ երիտասարդների մի մեծ շրջանակ, որոնք վերադարձան Օսմանյան կայսրություն, հայ երիտասարդներ, բժիշկներ, իրավաբաններ, պատմաբաններ, լեզվաբաններ, որոնք նույնպես նպատակ ունեին Թուրքիայում արդեն 1830-ականներից սկսած, նշանավոր Թանզիմատից սկսած, բոլոր ժողովուրդների, բոլոր քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը որդեգրել։ Իհարկե, չգիտեմ, նրանցից շատեր հասկացան կամ չհասկացան, որ դա պարզապես միֆ էր, իրականության չհամապատասխանող մի բան, բայց այնուամենայնիվ սա առաջ բերեց նաև ազգային կյանքում որոշակի փոփոխություններ, որ 1860-63 թվականներին արդեն փետրվար մարտամիսներին ազգային սահմանադրության ընդունումը դրա լավագույն վկայությունն էր, այսինքն փորձ էր արվում պատրիարքի եւ առաջնորդների ընտրությունը վերապահել ժողովրդին, այսինքն պատրիարքին ընտրում էր Պոլսո ազգային, այսպես ասենք, ժողովը, իսկ թեմերում գավառական ժողովները։ Այդ առումով նաև հայրիկի պատրիարքը տրվելու միանշանակ, որովհետև այս գաղափարները ինքը հայրիկը ուներ դեռևս վարդապետ ժամանակվանից իր քարոզների մեջ, իբրև ժողովրդական մեծ վայելում ունեցող եւ իհարկե կարելի է նշել, որ այս իմաստով նա իր գաղափարի արդյունքը քաղեց Կոստանդնոպոլսում իբրև պատրիարք։ Ցավոք երկար չտևեց պատրիարքական շրջանը նրա։ Բնական է, որովհետև նա ուներ նաև ոչ իր մեղքով, ինչպես հետագայում արդեն սուլթանը պիտի ասեր, անհանգիստ բնավորություն ունի եւ չափազանց հայկական է, այսինքն չափազանց ազգասեր։ Անհանգիստի փոխային ըմբոստ բնավորություն։ Երևի, այո։ Պարոն Թունյան, ընդունված է համարել, որ հայկական հարցը միջազգային ասպարեզ մտավ այդ 1878 թվականի Բերլինի կոնգրեսով եւ հենց այդ միջազգային ասպարեզում մեր հայության իրավունքների ներկայացնողը կամ ներկայացնողների ղեկավարը ոչ այլ ոք էր, քան Ղրիմյան Հայրիկը։ Այդ этаպում նրա գործունեությունը խնդրում եմ ներկայացրեք, բայց մինչև ներկայացումը մեր հերոստատիտողներին տեղեկացնեմ, որ մեր հարգարժան հյուրը պրոֆեսոր Թունյանը Ղրիմյան եւ խնդրում եմ ցուցադրեք Ղրիմյան Հայրիկի կաթողիկոսական շրջանի վերաբերյալ այս հիմնարար աշխատության հեղինակն է, առայժմ ռուսեն լեզվով, հուսանք նաեւ ժամանակի ընթացքում հայերեն կտեսնի նաեւ հայերեն եւ այլ լեզուներով։ Թեկուզ այս թուրքերեն է, որպեսզի թուրքերն էլ իմանան։ Խնդրեմ։ Խոսելով Ղրիմյան Հայրիկի մասին, կարելի է առանձնացնել նա կենսագրությունը երկու բաղադրիչներ, նախ նոր մարտահրավերները, հայկական հարցը, զուլումը, երբ սպանվեց 300,000 հայ, ծխական դպրոցների փակումը, հայոց եկեղեցու գույքի ապշտակումը 1903 թվականին եւ վերջապես հայ թաթարական բախումները 1905-6 թվականների։ Մյուս կողմից մյուս բաղադրիչը դա Ղրիմյան Հայրիկի անձն է, մեծ հայ կերպարն է։ Նա որպես անհատ, որպես մարդ։ Այո, նա եղել է փայլուն քարոզիչ Թիֆլիսում։ Նրա քարոզներին հմայված գալիս էր ամբողջ հասարակությունը վրացահայ։ Պոլսի պատրիարք
ազատ շփվող թուրքական նախարարների հետ։ Գում Գափոյի ցույցից հետո նա ակսորվեց Երուսաղեմ, այստեղ նա զբաղված էր սրբավայրերի խնդրով եւ մեծ տերությունների քաղաքացիական վերլուծությամբ։ Ինչ վերաբերում է բուն հայկական հարցին, ապա այստեղ մեկնենք Սան Ստեֆանոյի պայմանագրից 1878 թվականի փետրվարի 15-ին կնքված, որը պարունակում էր 3 հոդված վերաբերող հայ ժողովրդին։ 16-րդ հայտնի հոդվածը պահանջում էր բարեփոխումների իրականացում Հայաստանում եւ հայ բնակչության անվտանգությունը, 25-րդը պահանջում էր իրականացնել բարեփոխումներ 6 ամսվա ընթացքում ռուսական բանակի հսկողությամբ եւ վերջապես մի կետ կա, որտեղ փոխզիջումային տարբերակով ֆինանսական գումարների դիմաց Թուրքիան զիջում էր Ղարսի մարզը, Բաթումի մարզը, Ալաշկերտի հովիտը եւ Բայազեդ քաղաքը։ Սակայն Անգլիան եւ Ավստրո-Հունգարիան ելնելով իրենց սեփական շահերից վերջնագիր ներկայացրեցին Ռուսաստանին, պահանջելով պայմանագիրը հաստատել Բեռլինի վեհաժողովում։ Ռուսաստանը համաձայնվեց, քանզի նրա արչեւ հանդես էր եկել Ղրիմի պատերազմի ուրվականը, որտեղ նախ պարտություն էր կրել, իսկ բանակի վերափոխման մեխանիզմը դեռևս ավարտված չէր։ Այս պարագայում սկսվեց բոլոր առաջատար տերությունների քաղաքական խաղը, այդ թվում նաև հայկական կողմի։ Ապրիլի 18-ին Ռուսաստանի դեսպանը Պոլսում Իգնացիևը ներկայացրեց կառավարությանը հուշագիր ժամանակավոր զիջումներ Անգլիային։ Այստեղ առաջարկում էր հանձնել Թուրքիային Բայազետը, Ալաշկերտի հովիտը, այսինքն վերադարձնել Անգլիային առևտրական ճանապարհը Տրաբզոնդից դեպի Պարսկաստան, ինչի համար ներկայացրեց վերջնագիրը։ Մյուս կողմից մի քանի օր անց նա ներկայացրեց գործողության հակիր ծրագիր, որտեղ առաջարկում էր Բեռլինի վեհաժողովում, որը կայացավ հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը, հստակեցնել Թուրքիայի կողմից առաջարկվող բարեփոխումները։ Այդ առաջարկը ընդունվեց, սկսեցին պատրաստել բանակցությունների նաև մյուս կողմերը եւ արդեն մայիսի 18-ին ստորագրվեց անգլո-ռուսական համաձայնությունը։ Անգլիան համաձայնվեց թողնել Ղարսը, Բաթումը Ռուսաստանին, իսկ Ալաշկերտը եւ Բայազետը վերադարձնել Թուրքիային։ Իր խաղի մեջ մտավ նաև Թուրքիան եւ արդեն հունիսի 4-ին կնքվեց Հայտի Կիպրոսի կոնվենցիան, ըստ այս համաձայնության Կարսե Բաթումը անցնում է Ռուսաստանին, Բայազետը եւ Ալաշկերտի հովիտը Թուրքիային, բայց կար եւս մի կարևոր մի հանգամանք։ Անգլիան ստանձնեց ասիական Թուրքիայի անվտանգության երաշխավորի դերը։ Ռուսաստանի համար անսպասելիորեն իր Կովկասյան սահմանի եզրին հանդես եկավ անգլիացի տոմին։ Քիչ հայտնի է այն փաստը, որ մենք ունենք այդ շրջանում 3 պատվիրակություն։ Առաջի պատվիրակությունը դա Սրբազան Նարբեին էր, որը մեկնեց Խորեն Նարբեյը, Լուզինյան, որը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի կառավարության հետ բանակցելու, ներկայացրեց մեր նախագիծը։ Մյուս պատվիրակության ներկայացուցիչներ Սրբազան Մաթեոս Իզմիրլյանը, որ մեկնեց Էշմիածին, կաթոլիկոսի հետ բանակցելու համար, իսկ երրորդ պատվիրակությունը հիմնականը, որով հայտնի ենք, մենք ղեկավարեց այդ երեքից Ղրիմյան հայրիկը։ Դժգոհ լինելով արդյունքներից, քանի որ 16-րդ հոդվածը փոխարինվեց 61-րդ հոդվածով, երբ մի երկրի տերության փոխարեն այդ բարեփոխումների հսկողություն անցավ 6 տերությունների ղեկավարությանը, նա օգոստոս ամսին Գումգափոյի եկեղեցում, Պոլսում հանդես եկավ շերեփի ճառով, որտեղ ներկայացրեց հայտնի Ղարիսայի պատմությունը եւ ըստ էության մեր հոգեվորականության շրջապատում նա զբաղեցրեց արմատական դիրքորոշում պայքար։ Միայն հետագայում ժամանակը մի քիչ մեղմացրեց նա բնավորությունը։ Շահեր Հարսուրբ, խնդրում եմ ներկայացեք հայրիկի որպես հրապարակախոսական, բարոյախրատական, պատմական, կրոնական երկերի հեղինակ։ Ցավոք սրտի վերջին տարիներին չեն հրատարակվել կամ վերհրատարակվել եւ հավանաբար մեր երիտասարդները, պատանիները, դպրոցականները տեղյակ չեն նա շատ երկերին, այդ թվում նաև հանրահայտ ժամանակին Պապիկ եւ Թորնիկ։ Պապիկի եւ Թորնիկ։ Իհարկե վերահրատարակվել են, պարզապես
ի զարմացումն մեզ բնականաբար այդ գրքերը շատ արագ սպառվեցին։ Հիմա պատրաստում է երկրորդ կամ երրորդ նույնիսկ հրատարակությունը կարծեմ։ Ղրիմյան հայրիկին պատահական չէ, որ անդրադարձել էր արդեն Վազգեն առաջին վեհապարը, Ղրիմյանի իբրև մանկավարժ, եւ ըստ էության այդ ամբողջ ձեր մատնանշած ոլորտը, որտեղ Ղրիմյանը իբրև հոգեվորական հանդես էր գալիս առաջատար տեղում, անդրադարձել էր ամբողջությամբ։ Այսինքն Ղրիմյանի առաջին գործը առաքելությունը, ինչպես գիտեք, ուսուցչությունն էր, նա ուսուցիչ էր։ Եվ միայն հետո նա դարձավ հոգեվորական կնոջ եւ աղջկա մահվանից հետո։ Բնական է, որ այս իմաստով Ղրիմյանը միաձուլեր էր հրաշալիորեն վարդապետի եւ վարժապետի երկու առաքելությունները։ Բացի այդ Ղրիմյանը իհարկե այստեղ նշվեց արդեն շատ կրակոտ քարոզիչ էր եւ նրա քարոզները շատ հաճախ ուղեկցվում էին ուղակի հասցեական դիմումներով։ Շատ հետաքրքիր է, օրինակ, ես երկու դեպք եմ հիմա հիշում, երբ վարորդագործին Պալյանի եւ ճարտարապետին Արքունիքի նա ուղղակիորեն ասում է հերիք է Սուլթանի համար վարորդ պատրաստես, մի քիչ էլ հայ ժողովրդի համար պատրաստի եւ Պալյան ճարտարապետին ասում է, որ հերիք Սուլթանի համար պալատներ կառուցես, գնա մեր հին եւ ավերված վանքերն ու բերդերը վերանորոգի։ Այսինքն Պոլսից դեպի գավառներ, դեպի Բուն Հայաստան։ Այո, իր առաջին ուղղությունը իբրև մանկավարժ, իբրև ուսուցիչ, կարելի ասել սկսեց իբրև բարենորոգիչ, իբրև ռեֆորմատոր։ Այսինքն նրա բոլոր քարոզները, խրատական, մանկավարժական երկերը մեկ հիմնական նպատակ ունեին՝ վերադարձ դեպի գավառ։ Եվ հետաքրքիր է, որ այս իմաստով, երբ հիմա արդեն կազմվում է եւ փորձեր են արվում հայ եկեղեցու սոցիալական ուսմունքի որոշակի առաջին փորձեր հրատարակելու, Ղրիմյանի այս գործը անզուգական է, որովհետև սրանով Ղրիմյանը լուծում է շատ մեծ սոցիալական եւ էթնոգրաֆիկ ազգագրական խնդիր։ Նաեւ արդիական հաջողություն ունի։ Որովհետև այո, նախ եւ առաջ ձուլումը առանձին գավառներում եւ քրդաթուրքական բարքերի ներմուծումը ժողովրդի մեջ շատ հստակ էր։ Սրա մասին խոսում է եւ Գարեգին Սրվանձետյանցը եւ հետագայում բոլոր այն ազգագրագետները, որոնք այցելել են գավառներ։ Օրինակ այնպիսի արատավոր երևույթներ, որոնք արգելվում են եւ կանոնագրքով եւ քրիստոնեական մնացած բարոյական սկզբունքներով արդեն մուտք էին գործել ժողովրդի մեջ։ Եվ Ղրիմյանը մեկ քայլ առաջ է անցնում։ Բավական չէ միայն մատնանշել ախտերը, պետք է տալ նաեւ լուծումները։ Եվ իհարկե այս առաջին իմաստով Ղրիմյանը հիմք է դնում, այսպես ասենք, այն նշանավոր մտածողության, որ հետագայում դրական իմաստով իհարկե գավառի գրականություն, գավառի լուսավորություն եւ իհարկե Ղրիմյանի այս նույն հետքերով Բուն Հայաստան։ Բուն Հայաստանի, ոչ թե Պոլսի, այլ Բուն Հայաստանի այնպիսի նշանավոր կենտրոններ, որոնցից մեկն էր Օրմանյանի ժամանակ եղած Կարին քաղաքում եղած Սանասարյան վարժարանը, որ շատ հայտնի սաներ տվեց։ Որը միջի հիմա չեն վերադարձնում։ Այո, չեն վերադարձնում դեռ։ Ուրեմն այս մտածողությունը առաջնային եւ կարեւորագույն տեղ ուներ Ղրիմյան մանկավարժի, քարոզչի եւ հոգեվորականի մտածողության մեջ։ Երկրորդ շատ կարեւոր կետը շատ լիբերալ եւ առաջադեմ դիրք զբաղեցնելը պայքար միջև վերջ, սա իր ժամանակի բնորոշումների մեջ կարող է չտեղավորվել, բայց եթե մենք Ղրիմյանին տեղավորում ենք այդ ժամանակաշրջանի օրթոդոքս, այսինքն հույն, բուլղար, ռումինացի եւ այլ հոգեվորականների ու նշանավոր հայրենասերների շարքում, մենք տեսնում ենք, որ Ղրիմյանը պարզապես քաջածանոթ էր եւ լավ տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում Օսմանյան կայսրության հարևան երկրներում։ Եվ նա գիտեր, որ օրինակ շատ ու շատ հույն հոգեվորականներ, ռումին, բուլղարացի զենքը ձեռքներին պարզապես մասնակցել են ազատագրական պայքարներին։ Եվ իհարկե սրանով նա հետագայում այն հիմքը սյուններ դնում, որ հետո մենք կտեսնենք Սարդարապատում եւ դրանից առաջ ու հետո էլ դարձավ հայ հոգեվորականության համար, այո, հայ հոգեվորականության համար ուղենիշային, այսինքն պայքարել ոչ թե սպանելու համար, այլ պայքարել ազատագրվելու։ Պարոն Թունյան, Ղրիմյանի հենց Ղրիմյան հայրիկի ժամանակ նա կաթողիկոսության տարիներին ծաղկում ապրեց Գևորգյան ճեմարանը։ Մասնավորապես մեր հայ մտավորականության անվանի գործիչների մի ոչ փաղանք կենտրոնացրեց, հրավիրեց, բոլորին հովանավորեց, նոր դարականներ, մեշականներ հանդես եկան։ Հրավի դառնալով կաթողիկոս ամենայն հայոց, Ղրիմյանը ժամանեց սեպտեմբերի 12-ին 1893 թվականի Էշմիածին, հաջորդ օրը նա ներկայացրեց իր հավատամքը, տաճարում ասելով հետևյալը. կաթողիկոսը գալիս է, գնում է, մնում է երկինքը եւ ազգը։
Ամսի 14-ին նա հանդիպում ունեցավ ճեմարանականների հետ, որտեղ շեշտեց ազգային կրթության անհրաժեշտությունը։ Ասեց բառացորեն հետևյալը. այսօր էլ շատ մարդիկ գնում են արտասահման կրթություն ստանալու համար, բայց նրանց մեջ Մեսրոպ Մաշտոց եւ Եղիշե չկա։ Ամսի 26-ին Սուրբ Վարագայի խաչի օրը նա ընդունեց օծումը, դա խախտեց մի քիչ ընդունված ծրագրերը, հատկապես Գեորգյան տոնակատարության կապակցությամբ եւ հոկտեմբերին նա կրկին հանդիպեց ճեմարանականների հետ, ներկայացնելով ճեմարանի նշանակությունը, դերը եւ պահանջները կյանքի։ Նա ասեց հետեւյալը. Գևորգ IV-ը գիրք չի գրել, բայց նա ստեղծել է այս դպրոցը, ճեմարանը, որի շրջանավարտները գրքեր են գրում։ Այսինքն միանգամից ուղեցույց տվեց, որ դուք պետք է զբաղվեք ազգային դաստիարակությամբ, նվիրեք ձեր կյանքը ազգին։ Նշվեց նորույթների խնդիրը գիտության ասպարեզում։ Այդ կապակցությամբ ասվեց հետևյալը. պետք է իմանալ, պետք է սովորել բնագիտական գիտությունները, քիմիա, ֆիզիկա, բայց այն չափով, ինչքան որ պետք է մեր ազգին։ Իսկ մեր ազգի մեծամասնությունը այդ շրջանում պատրաստելու համար քիմիա, ֆիզիկա, հավանաբար այդ է նկատի ունեցել հայրիկը։ Բացի դրանից նա ասեց պետք է միաձուլել գիտությունը եւ աստվածաբանությունը։ Մեկը մյուսի հետ սերտորեն կապ ուներ, բայց պահանջ դրեց մեր ճեմարանը պետք է տա ուսուցիչներ եւ աստվածաբաններ եւ ամենակարևորը նա շեշտեց ճեմարանը պետք է պահպանի իր աշխարհիկ բնույթը։ Դա շատ կարևոր հանգամանք է, այն պահպանեց նրա ամբողջ կաթողիկոսական շրջանում, իսկ 1910 թվականի երբ ցարիզմը ուսումնասիրեց մեր կրթական օջախների վիճակը, նրանք զարմացան ճեմարանում, մեր սեմինարաներում Երևանի, Շուշի, Թիվրիզի, Կիշինյովի կար 92 դասախոս, նրանցից 45-ը ունեին հոգևոր կոչում, 28-ը ճեմարանի շրջանավարտներն էին, 17-ը մեր սեմինարաներ, այսինքն աշխարհիկ դասախոսական կազմը գերիշխում էր։ Նույնը գերիշխում էր նաև աշխարհիկ գործոնը կարդացվող առարկաների մեջ, որոնք կազմում են 65-ից 70%-ը։ Այնպես որ այստեղ Էշմիածնի ճեմարանը դարբնոց է ոչ միայն հոգևորականներ, այլ մեր նաև ազգային մտավորականության, մշակույթի գործիչներ էին, ազգանվեր, պահապանների, նվիրանների։ Շահ Հարսուրբ, ինչքան տեղյակ եմ մեր ամենայն հնաց կաթողիկոսների շարքում 130-ից ավել հայրիկ պատվանունը կամ ժողովրդի կողմից, դա պաշտոնական կոչում չէ, ժողովրդի կողմից տրված այդ պատվանունը հայրիկ միայն Մկրտիչ Խրիմյանն է արժանացել, որպես մեր եկեղեցու հոգևորական հայրիկին ամենայն հայոց կաթողիկոսի կերպար ներկայացրել։ Դեք շատ դժվար է, որտեվ ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է, դրանից հետո գնահատական տալ կամ ներկայացնել իհարկե դժվար կլինի։ Միայն այն, որ ժողովուրդը օրհնում էր հաջորդ կաթողիկոսներին ասելով հայրիկի նման լինես, դա նշանակում էր, որ Խրիմյանը Այսինքն նման բան եղել է, հա, որ արդեն այո, նահապետի, ամենայն հայոց նահապետի կերպարի մեջ էր։ Ես հիշում եմ մի հետաքրքիր նյութ, երբ նոր ընտրվել էր 93-94 թվականներին Խրիմյանը եւ մոտ 7 ամիս մայրաթորից բացակայեց, հասավ մինչև Պետերբուրգ, ճանապարհը անցնում էր Ախտա, Դիլիջան, Ախալքալակ այդ մասով եւ երբ մենք Վրաստան պիտի գնայինք, ամենայն հայոց կաթողիկոսի հետ Գարեգին II-ի հետ, տեսանք, որ 20-րդ դարի սկզբի միակ կաթողիկոսը, որ այցելել էր այդ ավանդական շրջան Ախալքալակի, Խրիմյան հայրիկն էր եղել։ Ու մի հետաքրքիր պատմություն կար, որ երբ նրան հարցնում են, որտեղ պիտի մնա ամենայն հայոց կաթողիկոսը, իհարկե շքեղ ընդունելություններով եւ այլն, նա նախընտրում է շատ հայտնի մի նահապետական ընտանիք, մոտ 70 հոգուց բաղկացած Ախալքալակում, որտեղ եւ գիշերում է եւ այնտեղ էլ կարծեք թե ցույց է տալիս իր վերաբերմունքը, որ ինքը նախ եւ առաջ մեծ մի ընտանիքի ժողովրդի հայրիկ լինելը։ Եվ իմ կարծիքով սա պատահական չէր, որտեվ գիտեք, բազմաթիվ երգեր, բազմաթիվ բանաստեղծություններ ձոնված Խրիմյանին եւ Խրիմյան հայրիկին։ Այսինքն սա նշանակում է, որ ժողովրդի ընկալման մեջ Խրիմյանը նախ եւ առաջ մտածում էր ժողովրդի կեցության եւ իհարկե մենք խոսքի սկզբում նշեցինք
նախ եւ առաջ Ռամիկի, նախ եւ առաջ այն մարդու կողքին էր, ով ուներ խնդիրներ, սոցիալական խնդիրներ։ Սրա համար իմ կարծիքով այդ գալումը Խրիմյանի ժողովուրդը արդեն վաղուց ի վեր տվել է։ Պատահական չէ, որ եւ պոլիսում, եւ տարոնում, եւ Էջմիածնում Խրիմյան հայրիկը նախ եւ առաջ մտածում էր, որ հայը երբեք չդառնա գաղթական, հայը երբեք չդառնա պանդուխտ, հայը երբեք Պոլսի կամ Ռոդոստոյի կամ մնացած վայրերի նավահանգիստներում, ինչպես թուրքերեն իրենք էին ասում, համբալություն չանի, այսինքն բեռնակիր չդառնա։ Եվ սա խորապես նրան վիրավորում էր, որովհետև նա ուներ այդ գիտակցությունը, որ հայկականությունը, հայ լինելը ոչ միայն դրամ աշխատելու, դրամ վաստակելու եւ գաղթականության մեջ մեռնելու մեջ է, այլև հայրենիքին տեր լինելու մեջ առաջներդ։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր առավել ևս մեր հայության ազգային, հոգևոր, պետական մշակութային վերազարթոնքի համար արդիական է եւ պահանջվող է Խրիմյան հայրիկի լուսավոր կերպարը։ Հաղորդում ավարտեմ նրա հետեւյալ խոսքերով. Ես գիտեմ եւ դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով, եթե շաղաղենք մեր հայրենաց հողը, հայրենիք չշինվիր։ Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկացաք, թե զենքը ինչ կրնար գործել եւ կգործե։ Ուրեմն սիրելի եւ օրհնյալ հայաստանցիներ, երբ հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամներին եւ ազգականներին իբր պարգև մեկ-մեկ զենք տարեք։ Զենք առեք եւ դարձյալ զենք։ Ժողովուրդ, ամենից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին եւ բազուկի ուժին տուր։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Խրիմյան հայրիկին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։